Ինչու 18-րդ դարում Մովսես Բաղրամյանը համարձակվեց կոտրել 400 տարվա ստրկամտության կարծրատիպը, հայտարարելով, որ օտար փրկիչներ չեն լինելու։ Պատմական աղբյուրները վկայում են, որ նա առաջինն էր, ով մերժեց դրսի անշահախնդիր օգնության ազգակործան մոլորությունը։ Նա ցավով արձանագրեց մի հոգեբանական ֆենոմեն։ Գերության դատապարտված հայ ժողովուրդը իր ծուլության ու հուսահատության պատճառով տառապանքը շփոթում էր Աստծո պատվիրանների հետ։ Բաղրամյանը հիմնավորեց. ոչ մի ազգ չի փրկվել հրաշքով կամ այլոց աջակցությամբ։ Յուրաքանչյուր նվաճված ժողովուրդ պետք է հայրենիքն ազատագրի իր որդիների արյան գնով։ Ավելի լավ է ազգի մի մասը զոհվի, որպեսզի ամբողջ ազգը կարողանա ազատվել ու պայծառանալ։ Նա հասկացավ, որ լեռների ծերպերին պատսպարված վանքերի խցերում տրվող միջնադարյան կրթությամբ հնարավոր չէ ազգ կերտել։ Ուստի առաջարկեց երկու հստակ լուծում. նախ ստեղծել եվրոպական չափանիշներով աշխարհիկ դպրոցական կրթություն, եւ երկրորդ ձևավորել ազգը համախմբող նոր բանիմաց ընտրանի։ Հայ կորովամիտ երիտասարդությունը պետք է արթնանար թմրությունից, զինավարժվեր եւ խելամտորեն սպասեր ռազմավարական պահի։ Օրինակ, երբ տիրապետող պետությունը կհայտնվի ճգնաժամի մեջ, որպեսզի հաջողությամբ բարձրացնի ապստամբության դրոշը։ Իրական ազատությունը տրվում է ոչ թե սպասողներին, այլ նրանց, ովքեր գիտակցում են ինքնիշխանության գինը։ Անպայման տարածեք այս տեսանյութը եւ պահպանեք այն պատմական այս կենսական դասը հիշելու համար։